Երբ հուսահատության մեջ ես ընկնում, կյանքում ամենակարևոր բանը այս գիրքը ամեն օր կարդալն է։ Ես հիշում եմ կյանքիս այն դժվարին պահերը փորձության ժամերին, որոնք շատերին կարող էին գցել հուսահատության մեջ։ Երբ այդ դժվարանցանելի իրավիճակները երկար էին տևում եւ սա էր, որ ինձ պահում էր շաբաթներով, տարիներով, քանի որ ամեն կիրակի ես պետք է քարոզեի։ Եթե փակ Աստվածաշունչ ունեք ձեր տանը, խորհուրդ կտամ ձեզ բացել այն։ Դուք պետք է այն բացեք եւ ասեք. Տեր, ես լսեցի, թե ինչ ասաց նա։ Ինչ ես կամենում ինձ ասել։ Ես անգամ չգիտեմ որտեղից սկսել ընթերցանությունս։ Բացեք ավետարանը եւ սկսեք ավետարաններից կամ թղթերից կամ առակած գրքից, սաղմոսներից եւ ասացեք Աստծուն. Տեր, ես ցանկանում եմ, որ խոսես սրտիս հետ։ Ես հոգնել եմ այս ամենից, մինչև կոկորդս զզվել եմ հիասթափությունից, ցանկանում եմ կյանքս այնպես ապրել, ինչպես դու ես ուզում։ Խոսի նա արդյոք դες հետ? Այո։ Ինչու? Որովհետև սիրում է քեզ, որովհետև ամենալավն է կամենում քեզ համար։ Բայց քեզ վստահ կասեմ, եթե Աստծո խոսքի մեջ չխորանաս, ապա դժվարություններ կունենաս եւ փորձես դուրս գալ հուսահատության գրքից։ Աղոթքս է, որ դուք այս գրքի մեջ խորանաք, դուրս գաք հուսահատությունից, գնեք երջանք։ Ինչպես է սկսվում։ Սկսվում է այն պահից, երբ գիտակցում եք, որ Աստծո կարիքը ունեք, այն պահից, երբ գիտակցում ես մեղավորությունդ։ Եթե Հիսուսին երբեք չեք ընտրել որպես ձեր փրկիչ, սկսիր խնդրել, որ նա քեզ ների քո մեղքերի, ասա, որ օդի պես իր կարիքն ունես, խնդրիր, որ մաքրի կյանքդ եւ հանձնիր կյանքդ նրան։ Եվ երբ ինքնակամ ասես այս ամենի մասին, ապա համաձայն իր հավիտենական խոսքի նա քեզ կների, անունդ գառան կյանքի գրքում կգրի, Սուրբ Հոգով կբնակվի քո ներսում եւ դու հավիտյան նրա զավակը կլինես։ Եվ նա քեզ հետ կլինի քո ամեն քայլափոխին մինչև այն պահը, երբ քեզ ի երկինք կկանչի։ Դա լավագույն կյանքն է եւ նա քեզ այդ լավագույնն է առաջարկում եւ աղոթում եմ, որ դու կայացնես այդ որոշումը, քանի որ դեռ ժամանակ ունես։ Հայր, որքան ենք գոհանում քեզնից քո մեծ սիրո համար, որն աննկարագրելի է։ Ես աղոթում եմ, որ յուրաքանչյուր հիասթափված, հուսալքված եւ դժգոհություններով լցված անձ, որ այս ուղերձը լսում է, որտեղ է լինի եւ երբ էլ լինի, քո շնորհիվ մտնի այն լավագույն կյանքի մեջ, որը դու արարել ես նրա համար քո որդի Հիսուս Քրիստոսի շնորհիվ։ Հիսուսի անունով։ Ամեն։